Սարդարապատի հուշահամալիր Հայոց ազգագրության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ակտիվություն է։ Մայիսի 28-ին ընթառաջ թանգարանը պատրաստվում է նոր ցուցադրության։ Արվեստագետ Հրաչյա Վարդանյանը հատուկ առաքելությամբ է Սարդարապատում։ Վիշապի խորհուրդը խորագրով ցուցադրությունն իրեն բնորոշ նրբանկատությամբ է համադրում։ Փորձ է, փորձարկում է համադրելու գիտությունը եւ արվեստը, մշակութային ժառանգությունը եւ ժամանակից արվեստագետների մոտեցումը հենց այդ ժառանգությանը, հիշողությանը, ազգային հիշողությանը եւ ոնց ենք մենք տեսնում ազգային ժառանգության եւ հիշողության դերը, կարևորությունը մեր օրերում։ Վիշապաքարերի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունի արվեստագետը։ Վիշապի ֆենոմենը դեռ ամբողջությամբ հասկացված չէ մեզանում, թեև դարեր շարունակ մեր ազգի արժեհամակարգի բաղկացուցիչ մասն է եղել։ Այս ցուցադրությունը եւս մեկ առիթ է ուսումնասիրելու Վիշապի խորհուրդը։ Մենք ունենք մի հատ հսկայական նյութ, որը պետք է մարսենք, որը պետք է ընկալենք, ու հասկանանք, բացի թանգարանային նմուշ լինելուց, բացի մեր ինքնության բաղկացուցիչ մաս լինելուց, որն է դրա դերը։ Վիշապաքարերը խորհրդանշել են տարերքի ուժը, բնության զարթոնքը, պտղաբերությունն ու առատությունը։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի տարածքում։ Սարդարապատի թանգարանի հիմնական ցուցադրության մաս են վիշապները։ Ժամանակավոր ցուցադրության առիթ հանդիսացել է թանգարանի նոր ձեռքբերումը։ Վերջերս մենք հրաշալի նվեր ստացանք Հնագիտության ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի, որ պատմական գիտությունների դոկտոր է, ականավոր հնագետ, նա խոստացել է, որ անպայման տիրին կատարից գտնված այդ արժեքավոր բացառիկ արտեֆակտները անպայման կհանգրվանեն մեր թանգարանում, քանի որ մենք նախ հպարտանում ենք հենց թանգարանամերձ հատվածում գտնվող այդ վիշապաքարով եւ հիմնական ցուցադրության մեջ եւս ունենք բավական ակնառու ուշագրավ արտեֆակտներ, որոնք ուղղակիորեն առնչվում են վիշապաքարի այդ մշակույթին։ Կճուճներ, ուլունքներ ու ուլունքաշարեր, դաշուն, ապարանջան ու այլ արժեքավոր հնագիտական նյութեր, որ գտնվել են տիրին կատարի պեղումների արդյունքում, այսուհետև կհամալրեն Սարդարապատի հուշահամալիր Հայոց ազգագրության թանգարանի ֆոնդը։ Մեր 7000-անոց եւ ավելի հավաքածուն համալրվեց բացառիկ արտեֆակտներով։ Դրանցից մեկը 177 միավորից բաղկացած ուլունքաշարն է, եւ մենք դա ներկայացրեցինք մեր թանգարանի մարդաբանական հավաքածուում պահպանվող Լճաշենից պեղված ցեղապետի կնոջ կիսանդրու վրա։ Սա հետաքրքիր սանդ է, լողանով, երկաթե դաշուն է եւ արդեն ավելի հետագա շրջանին բնութագրող, այսինքն միջնադարյան նետասլակ։ Հնագիտական նյութն արդեն արժեքավոր ու հետաքրքիր է, բայց երբ այն միաձուլվում է արվեստին, արդյունքն առավել տպավորիչ է։ Ցուցադրության խորհրդավորությունը պատերի թեմատիկ ֆոնն է ապահովում։ Այստեղ ներկայացված են հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող վիշապաքարերի պատկերները ճշգրիտ չափագրություններով։ Իսկ վիշապագորգը թանգարանի ամենաարժեքավոր նմուշներից մեկը օրվա ցուցադրության գեղագիտական գեղեցկությունն է ապահովում։ Բացի վիշապաքարերից նաև անդրադարձ կա վիշապագորգերին, ու ինչպես ասեցի, այս վիշապագորգը, որ Սարդարապատի գանձերից մեկն է, հայ ժողովրդի գանձերից մեկն է, լավագույն պահպանված 200 տարեկան գորգ է, մենք պատիվ ունենք հյուրընկալելու այս ցուցադրության մեջ, ու նաև իր կողքին ժամանակից գորգ, որը գերմանացի արվեստագետի հետ համատեղ մենք իրականացրել ենք Ալբերտ Վարդանյան, ինքս սյուն է, ազգային սյունն է, ու երբ որ ցուցահանդեսը կազմակերպում էինք, այս ոնց որ պարզ դարձավ, որ նաև այս գործը կարող է ավելի լիարժեք պատկերացում բերել այն ինչ որ մենք ուզում ենք փոխանցել։ Այստեղ Էդգար Գրիգորյանի քանդակագործ նկարիչ իր աշխատանքն է, նույնպես հորիզոնների, լանդշաֆտների, ինչ որ տրանսֆորմացիաների մասին է։
Վիշապի խորհուրդը ժամանակավոր ցուցադրությունն արդեն բաց է այցելուների համար։ Մայիս 28-յան տոնական միջոցառումները կարող եք եզրափակել հենց այս բացառիկ ցուցադրությունը վայելելով։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։